Երկրապահ կամավորականների միության անդամները, Ալավերդու համար 12 և Շնողի միջնակարգ դպրոցների աշակերտները նոյեմբերի 17-ին հավաքվել էին Ճոպանուղու վերևի հատվածին հարակից այգիներից մեկում մասնակցելու Արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Սեմերջյանի հուշաքարի բացման արարողությանը։ Կհիշենք մենք ձեզ, կհիշենք ցավով ու հպարտությամբ կհիշենք կանանց։ Դա անկացներիդ պետք չէ, մենք գիտենք, բայց ապրողներիս շատ է հարկավոր։ Եվ ահա այսօր բոլորիդ առաջ խոստանում ենք ձեզ, գործով ցույց կտանք, որ արժանի ենք ձեր մեծ սխրանքին, եւ հուշաքարն այսօր կդառնա մեր հոգատության վայրը Սրբազան։ Արկադի Սեմերջյանը 1988 թվականի Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Նա այն մարդկանցից էր, ովքեր առանց իրենց կյանքը խնայելու պաշտպանեցին հայրենիքը դժվարին ժամանակներում։ Արցախյան ազատամարտի մայոր Արկադի Սեմերջյանը հանուն հայրենիքի զոհվել է 1992 թվականին Լաչինում եւ հետմահու պարգևատրվել մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։ Նրա պատկերը, փառք եւ հիշատակը չի խամի նաեւ նրա մարտական ընկերներին, նրան ճանաչող ու չճանաչող, բայց սխրանքներին տեղյակ յուրաքանչյուր հայի հիշողության մեջ։ Հուշաքարը տեղադրվեց Արկադի Սեմերջյանի դստեր Ելենա Սեմերջյանի եւ Յուրա Շահվերդյանի նախաձեռնությամբ։ Արկադի հուշաքարը հուշարձանի բացումը կրկին հիշեցնում է մեզ, անցնում ենք 20-22 տարի առաջ մեր մարտական ընկերներին, որոնք զոհվել են նույն 92, 93, 94 թվականներին։ Այսօր հավաքվել ենք ազատամարտիկի հուշարձանի բացմանը։ Գործիքով ինքը լավ ազատամարտիկ է, հայրենիքի համար կյանքն է տվել, կցանկանամ բոլորը մեծ կատարությամբ պաշտպանեն մեր հայրենիքը։ Ես կուզենամ, որ իրա նման շատ հերոսներ լինեն, որ մեր ազգը միշտ լինի խիզախ, որ կարողանանք թշնամուն միշտ գրոհել։ Երազիմ երկիր հայրենի, հոգսերը շատ հույսս մեծ, քարքարոտ երկիր, երազիմ երկիր հայրենի, ես մի բուրն եմ քո հողից, ես մի ծիլ եմ քո արտի, ես մի զարկն եմ քո բասկի, հայրենի երկիր։ Անեխ Լոբուզյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։